վարչապետ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են, բայց դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ զրո վստահություն կա Հայաստանի նկատմամբ։ Այժմ էլ Ադրբեջանը անդադ կեղծ տեղեկություններ է տարածում, թե մենք սահմանային լարվածություններ ենք ստեղծում։ Նախ ինչով եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելավոճը եւ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա։ Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի եւ նաեւ վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում Դե գոնե Հայաստանը նման դեստրուկտիվ հայտարարություններ չի անում։ Խնդիրն այն է, որ կողմերը ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, եւ մեր պատկերացումը այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի եւ իրագործվի, ինչը նշանակում է առերեսվել բոլոր բարդությունների հետ եւ այդ բարդությունները փորձել լուծել եւ հասցեագրել եւ այդ առումով իհարկե շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ։ Այսինքն ըստ էության մենք ունենք փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերվում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ դրա նպատակներից մեկը այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, ինչ վերաբերվում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության խորհրդային միության հանրապետությունների սահմաններով եւ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմաթի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքները արձանագրված են, ահա այդ սկզբունքները Ալմաթի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Այսինքն գիտեք, էսկալացիան կարող են լինել ուժեր, ովքեր էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Այդ էսկալացիան մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։